Ցավոք սրտի մեզանում երբեմն տարատեսակ խնդիրներ են ծագում, վիճաբանություններ են առաջանում հարևանների միջև ամենատարբեր խնդիրների շուրջ, դա կարող է լինել օրինակ, երբ որ հարևաններից մեկը որոշակիորեն զավթում է մյուս հարևանի հողատարածքը, կամ ենթադրենք, տվյալ հարևանի տարածքով են անցնում մյուս հարևանի գազային խողովակը, ջրի խողովակները, էլեկտրալարերը, կամ ասենք հարևաններից մեկի օրինակ ծառի ճյուղերը այսպես աճում են դեպի կողքի հարևանի կամ հարևանների տարածք, լինում են ինչ-որ ընդհանուր, չգիտեմ, հողային տարածքի բաժանման հետ կապված խնդիրներ, որոնք ցավոք սրտի չի հաջողվում կարգավորել հաշտության եղանակով հարևանական հարաբերությունների շրջանակներում, բարեկամական, այսպես ասած, կառուցողական երկխոսության շրջանակներում եւ վերածվում է ինչ-որ վիճաբանությունների եւ իրավական գործընթացների եւ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության թիմը ունի բազմամյա փորձ նման կարգի խնդիրների կարգավորման հարցում, ինչպես արտադատական եղանակով, այսինքն բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման, այնպես էլ դատական եղանակով։ Ատովյան ընկերության հարևանային իրավունքի ծառայությունները հիմնական սկզբունքներ՝ հարևանային անշարժ գույքի փոխադարձ ազդեցություն, փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն, հարևանի իրավունքների պաշտպանություն, թույլատրելի ազդեցություն, գազ, գոլորշի, հոտ, մուղ, ծուխ, աղմուկ և ջերմություն, նորմատիվներով սահմանված չափի գերազանցում և իրավական ծառայությունները, դրամային փոխհատուցման պահանջ, համաձայնությունների մշակում, դատական պաշտպանություն։ Ավաղ երբեմն հարևանների միջև վեճեր են առաջանում նրա հետ կապված, որ ենթադրենք, մի հարևանի ջրահեռացման կամ ջրամատակարարման խողովակները անցնում են մյուս հարևանի տարածքով եւ այս պարագայում ենթադրենք, հարևանը պահանջում է իր կողքի հարևանից փոփոխել այդ խողովակների ընթացքը, որպեսզի իրենք շրջանցեն տվյալ հարևանի տարածքը եւ դա իհարկե կարող է հանգեցնել վիճաբանությունների, իրավական գործընթացների եւ այստեղ իհարկե կարեւոր է հաշվի առնել, որ սա զուտ իրավական վեճ չէ կամ զուտ կենցաղային վեճ չէ, որովհետեւ նման կարգի խնդիրները իրենք պահանջում են մասնագիտական լուծում, որովհետեւ համապատասխան ոլորտի մասնագետները օրինակ, պետք է տան իրենց եզրակացությունը, թե արդյոք հնարավոր է այլ եղանակով անցկացնել ջրամատակարարման կամ ջրահեռացման խողովակները, առաջարկեն այլընտրանքային լուծում, թե ոչ, այդ դեպքում կարող է արդեն այնտեղ, չգիտեմ, սերվիտուտի խնդիր առաջանալ եւ այլն։ Եվ այս բոլորը պահանջում է ոչ միայն իրավական գիտելիքներ, այլ նաեւ որոշակի մասնագիտական պատկերացումներ եւ նման կարգի դեպքերում արդեն անհրաժեշտություն է առաջանում, որ մեր իրավաբանական ընկերության մասնագետները ներգրավեն նաեւ ոլորտային համապատասխան մասնագետների, որպեսզի մասնագիտորեն այսպես հիմնավորված, պատճառաբանված եզրակացություն տրվի, որը կդրվի արդեն այդ վեճի արտադատական կամ դատական կարգով լուծման հիմքում։ Լինում են նաև դեպքեր, երբ որ պտղատու ծառերի բերքերի հետ կապված կողքի հարևանների միջև ծագում է վիճաբանություն, եթե օրինակ, պտղատու ծառի որոշ ճյուղեր անցնում են կողքի հարևանի, այսպես տարածք, եւ նա կոպիտ ասած բերքահավաք է անում, մյուս հարևանը պահանջում է, ասում է ոչ, սա իմ բերքն է, որովհետեւ իմ ծառն է եւ այլը, եւ լինում են իհարկե կենցաղային մակարդակով նման կարգի վեճեր, որոնք գուցե եւ հետագայում վերածվեն իրավական վեճի։ Եվ այս ամենը ունի իհարկե իր իրավական լուծումները, կարգավորումները եւ անհրաժեշտության դեպքում Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը կարող է փորձել օգտակար լինել նման կարգի վեճերը կարգավորելու հարցում։ Լինում են նաեւ դեպքեր, երբ որ գործնականում հարևանների միջև նաեւ վեճեր են
առաջանում հողային տարածքի սահմանազատման հետ կապված եւ հարևանները չեն գալիս ընդհանուր հայտարարի կամ հարևաններից մեկը պնդում է, որ ապօրինի կարգով իր կողքի հարևանը զավթել է իր հողատարածքի ինչ-որ մի հատված եւ այդտեղ ասենք պարիսպ է կառուցել կամ ցանկապատ է անցկացրել կողքի հարևանի հողատարածքի հաշվին եւ դա երբեմն բերում է թշնամության, վիճաբանությունների, ցավոք սրտի նաեւ երբեմն քրեական գործերի, երբ որ փորձում են ինչ-որ ոչ օրինական եղանակով այդ խնդիրները կամ բռնության միջոցով հարևանները իրար մեջ այդ խնդիրը կարգավորել, դա իհարկե ամենաանընդունելի անցանկալի տարբերակն է, որտեղ այս բոլոր հարցերը իրենք ունեն իրանց մասնագիտական լուծումը, իրավական դաշտում համապատասխան մասնագիտական դատատեխնիկական փորձաքննություն կարող է անցկացվել եւ փորձագետը տա համապատասխան եզրակացություն, երբեմն լինում են ինչ-որ համադրման խնդիրներ, հողի համադրման երկու հարևանների միջև եւ այլն։ Եվ բոլոր այդ հարցերը իրենք ունեն իրենց իրավական լուծման ընթացակարգերը, իհարկե այստեղ արդեն միայն չի սահմանափակվում իրավաբանական ծառայություններով, որովհետև ծառայությունների մատուցմանը ներգրավում են նաև համապատասխան ոլորտային մասնագետներ, չափագրողներ, դատական փորձագետներ, համապատասխան գեոդեզիստներ եւ այլն եւ այլն։ Ատովյան ընկերության ծառայությունները բաժանագծերի եւ ընդհանուր կառույցների ոլորտում բաժանագծեր, ցանկապատման եւ պարսպապատման իրավունք, ծախսերի բաշխման համաձայնություններ, բաժանագծի վերականգնում, վիճելի սահմաններ, փաստացի տիրապետության վերլուծություն, իրավահաստատող փաստաթղթերի ստուգում, դատական սահմանների որոշում, ընդհանուր բաժնային սեփականություն, ընդհանուր կառույցների օգտագործում, սպասարկման ծախսերի բաշխում, ընդհանուր սեփականության համաձայնություններ։ Հարևանների միջև տարաբնույթ վեճերի լուծումը ինքը նաև երբեմն պահանջում է կամ հաճախ պահանջում է ոչ միայն իրավաբանական, այլ նաև այլ ոլորտների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ոլորտային մասնագետների ներգրավում, համագործակցություն եւ իհարկե ժամանակակից տեխնոլոգիաների, գուցե արհեստական բանականության գործիքակազմի եւ այլ մասնագիտական գործիքների կիրառման անհրաժեշտություն, որպեսզի կամ դատական գործի շրջանակներում կամ արտադատական եղանակով, ինչը իհարկե ավելի ցանկալի է, հնարավոր լինի հարևանների միջև ծագած այս կամ այն խնդրին վերաբերող վեճը կարգավորել։ Եվ այս ամենը իհարկե պահանջում է մասնագիտական գիտելիքների կատարելագործում, բացի իրավաբանականից, նաև այլ ոլորտներում ուրեմն, մասնագիտական վերապատրաստումներ, համապատասխան մասնագիտական քննարկումների մասնակցություն, բացի իրավական, այլ նաև այլ ոլորտից փաստաբանը կամ իրավաբանը ունենա ընդհանուր պատկերացում գոնե գիտելիքներ եւ կարողանա ճիշտ ուղղորդել իր վստահորդին եւ բնականաբար մենք փորձում ենք հնարավորինս կատարելագործել մեր մասնագիտական գիտելիքները, հմտությունները, կարողությունները ընդլայնել այլ ոլորտները, նաև մասնագիտական ոլորտները ուսումնասիրելու հաշվին եւ իհարկե փորձում ենք կիրառել ժամանակակից մեթոդները, գիտելիքները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ռեսուրսների օգտագործման հետ կապված։ Ունենք բնականաբար նաև հաջողված գործեր, երբ որ կարողացել ենք արտադատական կարգով գուցե հարևաններին հաշտեցնելով կամ իրենց միջև բանակցություններ կազմակերպելով խնդիրը կարգավորել կամ արդեն դատական պաշտպանության շրջանակներում մեր վստահորդի շահերը լավագույնս պաշտպանել։ Նաև փորձում ենք իհարկե միջազգային համագործակցությունից հեռու չմնալ, եւ համապատասխան տարբեր երկրների համապատասխան մեր գործընկերների հետ փորձում ենք համագործակցել, փորձի փոխանակում, իրենց գուցե առաջադեմ կամ գործունեության պրակտիկայի ուսումնասիրություն, մեր փորձի ներկայացում, երբեմն լինում է, որ տվյալ վստահորդը ինքը կարող է լինել այլ երկրի քաղաքացի օրինակ, կամ բնակվել այլ երկրում, որը ենթադրենք, ունի համապատասխան իր հարևանի հետ վիճաբանություն եւ ինքը ունի նաեւ այլ համապատասխան այլ երկրին բնորոշ
խացելակերպ եւ մոտեցումներ, որոնք կարող են չհամընկնել հայաստանյան իրողությունների կամ կարգավորումների հետ եւ բնականաբար նաեւ մեզ պետք է լինում, որպեսզի այդ մարդու հետ նույն լեզվով խոսենք, կարողանանք նաեւ հասկանալ այն երկրի կոնտեքստը, որտեղ այդ մարդը բնակվում է կամ որտեղ ինքը կրթություն է ստացել, որ կարողանանք ինչ որ ձևով իրեն հրամցնել նաեւ հայաստանյան մեխանիզմները եւ իրախնդրի կարգավորման իրավակարգավորումները։ Ատովյան ընկերության ծառայությունները հարևանային վեճերի լուծման ոլորտում դատարանից դուրս լուծում, կառուցողական բանակցություններ, հաշտության համաձայնությունների կնքում, հարևանային հարաբերությունների պահպանում, դատական պաշտպանություն, դրամական փոխհատուցման հայցեր, վիճելի սահմանների որոշման հայցեր, հարևանային իրավունքների խախտման վիճարկում, թվային լուծումներ, առցանց խորհրդատվություն եւ մոնիտորինգ, էլեկտրոնային համաձայնությունների պատրաստում, արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործում վեճերի կանխատեսման համար։ Այսպիսով Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը պատրաստ է իր ողջ մասնագիտական գիտելիքները, այլ ոլորտային մասնագետների հետ իր գործնական կապերը, իր ամբողջ փորձը ներդնել ձեր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված, եթե դուք գտնում եք, որ ձեր հարևանը որևէ կերպ ոտնահարել է ձեր որևէ իրավունք կամ օրինական շահ։